Somebody make that ձերբակալեցին, կանոնավորեցին, ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, հնարավոր է, որ դախալվի կամ նոր թեկնածու առաջադրեք, ձեր պլանների մասին։ Ոչ, որովհետև դեռևս դրական գործունեության մասով դաշնակցությունը օրինականություններ չունի, բնականաբար փաստաբանները ողջարկելու են, այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Հարապետյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, եւ իր որոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր Սարգսյանում իրավական հարցերով զբաղվողներին ընտրել տեսնել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չի կիրառվել է, շատ դաժան որոշում եմ ուղղակի կայացրել, այն պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Պարոն Սարգսյան, գնալով վիճակը վարանում եք անացել ընդհանրապես, մի քիչ կպատմեք ձեր պլանների մասին, վերջ էլի, օրինակ դաշինքներ, չգիտեմ, ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կուղարկեք, օրինակ, ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթացը առաջ տանելը։ Եթե ուրիշներ այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաջորդով դա կլսենք։ Ինչ եք ասում։ Պարոն Սարգսյան, գնալով վիճակը երկրի արդեն վատանում է, եկեղեցու դեմ արշավել, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, այսպես քրեականի տակ։ Այս ամենում դուք ձեզ երբ որ մենակ մեղավորության զգացում ունենում եք։ Եթե նույնիսկ այս փոքր խմբում մեկը կա, որ ինքը կասի երբեք ինքը մեղավոր չի եղել։ Դե 18 թվի իրադարձությունների Ձեզ այս գործով արդարացրած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց եւ նա հեռացվեց դատական համակարգից։ Մտավախություն չունեք, որ եթե ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն նույն ճակատագրին կազմում։ Ինչ կարող են այդպես դատավորները իրենք են որոշում արդարադատություն ապահովել, թե անձնական Հովանավանքում տեղի ունեցածին ինչպես է վերաբերում։ Չեմ էլ ուզում այդ հայտարարության արձագանքը։ Բայց նորից է գնալու, պարոն նախագահ։ Արևադայմյան հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, դատական նիստը արդեն իսկ ավարտված է։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հեռանում է, նա պատասխանեց մի քանի հարցերին, որոնք ուղղեցին նրան լրագրողները։ Gracias.